Վարչապետին գլխավորությամբ քննարկված է Երևանի եւ Գյումրիի մեջ կառավարության ներդրումային առաջնահերթություններու ծրագիրը, որը ամրագրված է նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրի մեջ։ Նիկոլ Փաշինյանն նշած է, որ այս քաղաքներու մեջ անհրաժեշտ է ավելի հասցեական դարձնել կառավարության ներդրումներն ու հստակ ծրագիրները։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքներու նախարարի դեղակալը ներկայացուցած է ծրագիրներու փուլային իրականացման ուղղված քայլերը։ Հունիս 13-ին սկսյալ Արաբական Միացյալ Էմիրություններուն մեջ ոչ բնակության նպատակով գտնվող Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի մեջ ոչ բնակության նպատակով գտնվող Արաբական Միացյալ Էմիրություններու քաղաքացիները գրնան ազատ երթևեկել իրենց ազգային վարորդական վկայականներով։ Եթե քաղաքացիները երկու երկիրներն մեկում մեջ կբնակին մնայուն գերբով եւ գտիմեն վարորդական վկայականի փոխանակման համար, ապա զերծ պիտի մնան այդ գործընթացով նախադեсված տեսական եւ կորզնական քննություններ հանձնելու բարդավորություն են։ Երկու երկիր վարորդական վկայականները փոխադարձաբար կճանչնան առանց ընդհանցագարկերու եւ անոնց վավերականության վերահաստատման անհրաժեշտության։ Թուրքիո փոխնախագահ Ջևդեթ Ելմազ անդրադարձած է Էրդողան-Թրամփ հանդիպումին, տեղեկացուցած, որ երկու առաջնորդներուն հանդիպման օրակարգին մեջ են հարավային Կովկասի մեջ իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային, համաշխարհային եւ երկկողմ հարցեր։ Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ լուծված են։ Արդեն շատ մոտ ենք խաղաղության համաձայնագիրի ստորագրության, հայտարարած է Ելմազ։ Թուրք պաշտոնյան ավելցուցած է, որ Անկարան աշխույժ ջանքեր կգործադրի ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի միջև գայուն խաղաղության, այնպես էլ Թուրքիո եւ Հայաստանի հարաբերություններու լիակատար կարգավորման հասնելու ուղղությամբ։ Մենք այս հարցով նման տեսակետներ ունենք Միացյալ Նահանգներու հետ, նշած է Ելմազ։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Վաշինգտոնը պիտի չեղարկե Թուրքիո նկատմամբ կիրառվող ԿԱԱՑ շրջանակներում մեջ սահմանված պատժամիջոցները։ Այդ մասին Թրամփ հայտնած է Անկարայի մեջ իր թուրք պաշտոնակիցին Ռեջեփ Թայիփ Էրդողանին հետ բանակցություններն հետո։ ԿԱԱՑ-ն Ամերիկայի հագարագործներուն պատժամիջոցներու միջոցով հագաստելու մասին օրենքն է, որն ընդունվեցավ 2017 թվականին։ Անիկը Ամերիկային թույլ կտա պատժամիջոցներ կիրառելու այն երկիրներուն ընկերություններուն, որոնք խոշոր գործարքներ կիրականացնեն Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի պաշտպանական կամ հետախուզական ոլորտներում մեջ։ Թրամփին խոսքով Ամերիկայի վարչակազմը նաեւ պիտի քննարկի Թուրքիո F-35 կորզանիչներու մատակարարման հնարավորությունը։ Էրդողանը ասաց է, որ կգատնաժողովի արդյունքներով կգնգալի այդ հարցի դրական լուծում։ Կողմերը քննարկած են նաեւ պաշտպանական արդյունաբերության ոլորտի ներսամագործակցությունը, թրքական քան գործանիչի համար ամերիկյան շարժիչներու մատակարարումները, ինչպես նաեւ երկու երկիրներու միջև ապրանքներու շրջանառությունը $100 միլիարդ հասցնելու ծրագիրները։ Նախագահները անդրադարձած են Ուկրաինայո պատերազմին, Գազայի հատվածի իրավիճակին, Իրանի շուրջ զարգացումներուն, ՆԱՏՕ-ի շրջանագի մեջ համագործակցության եւ Սուրիո ներկայիս ղեկավարության հետ հարաբերություններուն։ Անկարայի մեջ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվան մեկնարկեն առաջ լրագրողներուն հետ զրույցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գոչ ըրած է չխաղալ Թաշինքին հետ։ Այս մասին գահորդ է BBC ռուսական ծառայությունը։ Ռյուտեն զսկուշացուցած է, որ ՆԱՏՕ-ն իր դարածքը կպաշտպանի։ Իմ ուղերձը այն է, որ այս Թաշինքը, որը կազմված է Եվրոպայի, Կանադայի եւ Միացյալ Նահանգներու մեջ ապրող 1 միլիարդ մարդոց մեկը պաշտպանի մեր դարածքի յուրաքանչյուր սանտիմետրը։ ՆԱՏՕ-ին հաղթել կարելի չէ։ Մենք պաշտպանական դաշինք ենք, մենք երբեք ոչ ոքի վրա կհարձակենք, մենք կպաշտպանենք մեր կենսագերբը, մեր ժողովրդավարությունները, մեր դարածքը, այնպես որ մի խաղակ մեզի հետ, ըսած է Ռյուտեն։ Ան նաև նշած է, որ գագնգալի որ գագաթնաժողովի ավարտեն հետո ընդունված հռչակագիրի մեջ Ռուսաստանը նշվի որպես ՆԱՏՕ-ի համար երկարաժամկետ սպառնալիք։ Ամերիկան վերականգնեց Իրանի թեմ քարյուղի պատժամիջոցները ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող նավերու թիրախավորման գհաղորդե Reuters գործակալությունը։ Ամերիկացի պաշտոնյան նախազգուշացուցած է, որ Իրանի հարվածները նեղուցով անցնող նավերուն անընդունելի են եւ հետևանքներ պիտի ունենան։ Այս հայտարարության լույսին տակ քարյուղի քինը 5%-ով բարձրացած է։ Հունիսին Ամերիկայի ելևմուտքի նախարարությունը մինչեւ օգոստոս 21 արտոնություն տված էր Իրանին քարյուղ վաճառելու։ Սա մաս կգազմեր Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև ցերկ համաձայնության։ Հուլիսի 7-ին Ամերիկան քարյուղի պատժամիջոցներու մեղմացման ժամկետը գրջադեց մինչև հուլիս 17։ Օրերս Հորմուզի նեղուցին մեջ 3 նավ թիրախավորված է, որուն ի պատասխան ամերիկյան ուժերը հուլիսի 7-ին հարվածներ հաստուցած են Իրանի մեջ գտնվող մոտ 80 գետերու։ Իրանն ալ պատասխան հարվածներ հաստուցած է թիրախավորելով տարածաշրջանի մեջ ամերիկյան 85 ռազմական կայաններ։
Վենեսուելայի մեջ դեղի ունեցած ավերիչ երկրաշարժներու հետևանքով զոհվածներու թիվը հասած է 3685-ի, ըստ մասին Թելեգրամի մեջ հայտնած է երկրի ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգես։ Անոր ներկայացուցած ամենօրյա կառավարական ամփոփակիրի համաձայն 16740 մարդ վիրավոր է, 190 շենք ամբողջովին քանդված։ Օգնություն ցույց տրված է 86700 ընտանիքներու, դուժածներուն բաժնված է 9603 տոն սննդամթերք։ Երկրաշարժերուն հաջորդած է 900-ն ավելի հետ ցնցումներ։ Ցեզի հետեր Անի Զեյթունցյանը